Վաշինգտոնյան պայմանավորություններից եւ տարածաշրջանում որակապես նոր իրողությունների հաստատումից հետո առաջին տարածաշրջանային միջազգային ֆորմատն էր, որտեղ փաստացի ընձեռում էր հնարավորություն տարբեր տարածաշրջաններից, տարածաշրջանի տարբեր երկրներից փորձագիտական մակարդակով քննարկել ստեղծված միջավայրը եւ խաղաղության գործընթացի հնարավորությունները։ Արդյունքում ձևավորել են որոշակի տրամադրություններ տարածաշրջանում ձևավորված միջավայրի եւ Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացի վերաբերյալ եւ այդ տրամադրությունները կարելի է դասակարգել մի քանի ուղղությամբ։ Առաջինը այն դերակատարները ներկայացնող փորձագետների մոտեցումներն են, որոնք մեծ հաշվով համընկնում են նաեւ այդ երկրների դիրքորոշումներին հնարավոր է, այսինքն որոշակի թերահավատություն գործընթացի վերաբերյալ։ Իսկ ինչքան էլ որ տարօրինակ է այդ թերահավատությունը առկա է մեր հարևան երկրների փորձագետների շրջանում, Իրանի, Վրաստանի եւ ավելի հյուսիս ռուս փորձագետների տրամադրություններում, վերլուծություններում։ Այսինքն կա մեծ անվստահություն, որ ի վերջո Ադրբեջանը կհրաժարվի գործընթացից, Թուրքիայի աջակցությամբ կփոխի դիրքորոշումը եւ կշարունակի Հայաստանի նոր պահանջներ ներկայացնելու մոտեցումը։ Մյուս կարևոր ուղղությունը, որը ակնկալվում է ոչ միայն ռուս փորձագետների շրջանում կամ կանխատեսումը, որ կա ռուս փորձագետների շրջանում, դա Ռուսաստանի հնարավոր միջամտությունն է process-ին, այսինքն ուկրաինական պատերազմի ավարտից հետո Ռուսաստանի դերակատարման ակտիվություն, որը կարող է խոչընդոտել TRIPS ծրագրի իրականացումը եւ Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը։ Ինչն է հետաքրքիր, որ ակնկալիքի տեսքով անգամ նման կանխատեսում կար իրանցի փորձագետների շրջանում, այսինքն իրանցիները եւս կանխատեսում են, որ եւ գուցե նաեւ դա իրենց համար հնարավոր լավագույն սցենարն է, այսինքն ավելի լավ է Ռուսաստանի ներկայությունը տարածաշրջանում իրենց անմիջական հարևանությամբ, քան Միացյալ Նահանգների, որը ինչպես նաև ֆորումի ընթացքում նկատվեց, իրենք գնահատում են որպես ամենակարևոր հակառակորդներից մեկը։ Նույն ակնկալիքն էլ կարծես թե նաև վրացի փորձագետների շրջանում էր, որը եւս ես ամեն դեպքում տեղավորում եմ պաշտոնական Վրաստանի շահերի եւ մոտեցումների տիրույթում եւ չնայած նրանք առերես ողջունում են process-ը, բայց վստահաբար տեսնում են մարտահրավերներ իրենց դիրքերի առումով, իրենց դիրքերի թուլացման հետ կապված, որովհետև Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը եւ դրա հաջողումը եւ TRIP նախագծի իրականացումը հաստատի նվազեցնելու է Վրաստանի կարեւորությունը, ամենաառաջինը գոնե ասենք որպես տարանցիկ երկիր